Ֆանկո։ Սկսենք երևի թե իմ շատ սիրած Attack on Titan անիմեից։ Ես ես վերջերս ձեզ ասել էի, որ կա եռյակ անիմեների, որոնք ես նայել եմ միաժամանակ, իրանք շատ դաժան են, հակասական են ու ունեն շատ հետաքրքիր սյուժե։ Այս անիմեն այդ եռյակից մեկն է։ Attack on Titan-ը թեկուզ եւ վերջացել է արդեն 3 տարի է, բայց մինչ օրս 4 սեզոնը շատ հաճախ քննարկվում է, քննադատվում է ու նույնիսկ կան լուրեր, որ վերահրատարակվելու է մանգան։ Հետագայում կարող է նկարահանվի նաև անիմեի 4 սեզոնը կրկին։ Կան լուրեր, որ հետագայում պլանավորվում է իր սերիալ տարբերակը ու ներկայում կա մեր իրականության մեջ իր խաղը PlayStation-ի համար նախատեսված, որոնցից երրորդ մասը հիմա դուրս է գալիս արդեն։ Թե հանկարծ որոշեք դիտեք այս անիմեն, իրականում վստահ եմ չեք փոշմանի, որովհետև ես շատ հաճախ այս անիմեն խորհուրդ եմ տալիս դիտել նույնիսկ այն մարդկանց, ովքեր բացարձակապես հետաքրքրված չեն անիմե մշակույթով ու ճապոնական մանգայից հետևակ չեն, որովհետև այս անիմեն երևի թե այն հազվադեպ սյուժեները ունի, որը կլանում է առաջին սերիաներից ու չի կլանում իր բարությամբ, իր հետաքրքրությամբ եւ այլն ավելի պոզիտիվ կադրերով, չէ։ Վստահ եմ 90% դիտորդներից կակ մինիմում մի անգամ լացելու է այս անիմեից, որովհետև ինքը բավականին դժվար վերլուծվող սյուժե ունի, դժվար հասկացվող ու իր մեջ շատ հաճախ բարձրացվում են այնպիսի կարևորագույն հարցեր, որոնք սոցիալական անհավասարությունն են, մարդկային թուլակամությունն է, ընկերության կարևորությունն է, ընտանիքի կորուստի գաղափարն է եւ այլն։ Եթե ուզում եք դիտեք հետաքրքիր սյուժե ու պատրաստ եք նրան, որ ձեր հոգեվիճակը տակնու վրա է լինելու ամեն սեզոնի ու ամեն սերիայի հետ միասին, ուրեմն նայեք, եթե ոչ, ռիսկի մի դիմեք։ Այս անիմեն երևի այն հազվադեպ սյուժետներից ունի, որ նույնիսկ դիտելուց հետո տարիներ շարունակ դու դեռ շարունակում ես իր մեջ մնալ։ Դիտել ինսայդեր, դիտել վերլուծություններ, փորձել հասկանալ 1 կամ 2 միջադեպի վերլուծություն ու իմաստ, որովհետև շատ հաճախ իր մեջ կատարվող գործողությունները հասկացվում են ու ընկալվում են տարիների ու հասունության հետ միասին։ Վերադիտել եմ մոտարապես 4 անգամ, որովհետև ամեն տարիքի հետ միասին դու հասկանում ես, որ այս անիմեում ինչ-որ բան կա, ինչը չես հասկացել։ Ու էլի ուզում ես հասկանաս, էլի ուզում ես կլանվես իր մեջ, վերլուծես ու միգուցե աշխարհայացք փոխես։ Attack on Titan, Ymir